Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 24-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մայիսի 24-ին։ Բացվում փակվում։ Ձեր ցանկությունները կիրականանան, դա է, տեսեք իրան տարօրինակապահում։ Նաև ճակատագրական ոչը բան տեղի կունենա ձեզ հետ այդ օրը, եւ կողակ փայլել աստղի նման։ Զրույց օտար երկրում բնակվող մարդկանց հետ, իրենց մասին ինչ-որ մի բան կիմանա կամ պատրաստվում ա կողակի գնալ օտար երկիր, թեկուզ հանգստանալու նպատակով այդ հարցերն եք լուծում կամ ընտանիքով ուղղակի խոսեք այդ մասին։ Մանրուքներին ուշադրություն կդարձնեք, որն է կարևոր ձեզ համար, ինչ է պետք, եթե աշխատում եք այդ օրը, ապա եւս էլի պետք է ուշադրություն դարձնեք մանրուքներին, մանրակրկիտ ամեն ինչ ուսումնասիրեք, գուցե եթե ուզում եք գնալ օտար երկիր, դա եք քննարկում, մանրակրկիտ ուսումնասիրում, հա ինչ կլինի, ինչպես կանցնի։ Եվ այդ օրը ժամանակը ինչ-որ մի բանի վրա կտրամադրեք, կամ մեկ այլ բանին ոնց որ ժամանակ չի մնա։ Կամ ժամանակի մեջ պետք է տեղավորվեք, որպեսզի ինչ-որ մի բան անեք, ինչ-որ գործեր անեք։ Կարող է չեք հասցնում անել, եւ ինչ-որ հստակ ժամանակ է ձեզ տրված, որ այդ ժամանակի ընթացքում պետք է ինչ-որ բաներ անեք։ Թեկուզ հենց կարող է ուղարկում եք օտար երկիր, դա է, եւ պետք է ամեն ինչը արագ անեք, հասցնեք։ Եվ ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու, ժամանակն է անելու։ Եթե ինչ-որ մի բան հետաձգում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 24-ին։ Բայց կամուրջ է ստեղծվելու ձեզ համար, ինչ-որ գործեր ավելի լավ անելու համար, ինչ-որ գործեր ավելի կարգավորելու համար, ինչ-որ մեկին տեսնելու, հանդիպելու, խոսելու համար, ոնց որ ավելի հեշտանում է այդ պրոցեսը ձեզ մոտ։ Նաև միգուցե աշխատանք գտնելու հետ է կապված։ Ոմանք այդ օրը շատ աշխատանք ունենան, միգուցե գնում եք հարցազրույցի, ռեստորան, նաև պետական որևիցե հիմնարկություն կամ բժշկական կենտրոն, նաև կարիերայի բարձրունք է սա, առաջ խաղացում է, ինչ-որ փոփոխություն տեղի կունենա ձեր աշխատանքի վայրում, կող արդեն երեկոշաբթի օրվանից ուրիշ ձև եք աշխատելու։ Մեծ կան ձեր կողքը խաբեբա մարդիկ, եթե օրինակ այդ օրը կխոստանան աշխատանք, դե քիչ այդքան էլ 100%-անոց պետք չի վստահել եւ հավատալ։ Դուք պետք է լինեք խորամանկ այդ օրը, որպեսզի կարողանաք ավելի այդպես օգտվել այս հեշտ process-ից, թեկուզ ավելի հեշտ աշխատանքի ընդունվելու process-ից, հա, որպեսզի դե մարդը պետք է խորամանկ լինի, որը կարողանա օգտվել դրանից։ Կամ ոնց որ ասում են, տեղ կա աշխատանքի եւ դուք ձերը առաջարկեք, ձեր մասին խոսեք, այստեղ եւս հա կհեշտանա այդ process-ը խոսելու, ներկայացնելու ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին մայիսի 24-ին։ Այստեղ մի փոքր վեճ կարող է լինել, վեճ պետական աշխատողների հետ, վեճ ձեր շրջապատող մարդկանց հետ եւ կարող եք նաեւ ինչ-որ մեկին հանել ձեր կյանքից, հեռացնել, կորցնել ձեր այդ վերաբերմունքով եւ ոմանք էլ տուն են մաքրելու այդ օրը։ Դա եւս կարող է լինել կորուստ, այդ դեպքում արդեն ինչ-որ մի բան կարող եք կորցնել, դա է տանել թափել ընդհանուր մաքրության հետ։ Այդ օրը նաև ոմանք գտնվեն իրենց շրջապատում, լավ շրջապատում, պետական աշխատողների շրջապատում, նոմարա պետք է կարողանաք իրոք ձեզ զսպել, որովհետև կարող եք նաև կորցնել ձեր հեղինակությունը, եթե նման հեղինակավոր մարդկանց շրջապատում կլինեք։ Եվ սա պաշտոն է նաև, պաշտոն կամ ձեր դիրքը
Եվս, հա, այդ օրը, եթե ձեզ չտիրապետեք, այդ ամեն ինչին կորուստ է սա։ Կորուստ է եւ հա ձեր դիրքը նույնպես։ Նաեւ գիտեք ինչ-որ մեկ հետ կարող վիճել եւ հետո կորցնեք նաեւ ձեր կյանքի իմաստը։ Դա համար այդ օրը ձեզ զսպելու օր եք համարում եւ պետք է անպայման կարողանաք ձեզ զսպել յուրաքանչյուր հարցում։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նպաստակներին։ Ինչ է սպասվում նպաստակներին մայիսի 24-ին։ Ինչ-որ բան է գնում ձեզանից նորին տեղ բացելու համար։ Նորը միգուցե նոր պաշտոն է, նոր հնարավորություններ են կամ նոր շրջապատ է միգուցե։ Դուք եք դուրս գալիս ինչ-որ մի շրջապատից, որ այդքան լավը չէր, եւ մտնում եք մեկ այլ շրջապատ։ Եվ այդ ինչ-որ մի բանը գնալով, նոր բանը գալով ձեզ համար լինում է նոր կյանքի իմաստ, հա, նոր ինչ-որ բան եք ոնց որ գտնում ձեր կյանքում ապրելու, հա, ավելի ոնց որ կյանքը վայելելու համար։ Դա ինչ-որ գնում է ինձ թվում է դա ձեզ համար շատ լավ է։ Թողեք, թող գնա։ Մի բռնեք ոչ մի բանից։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենանք ոչ աղջիկա հետ, տեսնենք ով է։ Ընտրության արժև եք, կամ ինքն է այնպես անում, հա, որ դուք այդ ընտրության արժև լինեք, ամենք առաջարկում է ինչ-որ մի բան, կամ հանդիպեք, խոսեք, ծանոթանաք, դիմեք իրեն, թե ոչ, հա, ինչ-որ պահեր են, որը եւս էլի ընտրության արժև կանգնած գնեք, ով ինչ-որ մասնագետ է, դիմեք արդյոք թե ոչ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապների մայիսի 24-ին։ Շատ աշխատանք, աշխատանքի ընդունելություն, աշխատանքի որոնում։ Ոմանք նաև կարող են լինել ռեստորանում, այդ օրը պետական հիմնարկություն գնաք, հիվանդանոց, նաև բանկ։ Կարիերային փոփոխություն, բարձրունք, կարող եք շատ աշխատանքներ ունենաք, այստեղ կարող ելույթ ունենաք, դրսում ձեր աշխատանքը ներկայացնեք, ցույց տաք։ Ընտրության առջև եք կանգնած լինելու այդ օրը։ Ոմանք շատ լուրջ, ոմանք ուղղակի, ինչ-որ հարցեր են, որոնք որ կարող են մտածել, թեկուզ ինչ-որ բիժուտերիա, հա, ինչ բիժուտերիա գրեմ։ Եվ 3 երեսանի մարդիկ կան այդ օրը։ Դες կարող են շեղել, ձեր մտքերը շեղել, դες փորձել է ինչ-որ բանից, այստեղ թեկուզ եթե աշխատանքի հետ կապված ինչ-որ պաշտոն եք ստանում կամ ինչ-որ բարձրացում է, եւս հա դա էլի նույնիսկ նախանձ մարդիկ կամ ինչ-որ բաներ սկսեն ասել։ Գուցե առաջարկ է դեռ, առաջարկ են արել պաշտոնի կամ նման ոչապան եւ դեռ ընտրության արժեվ եք եւ իրենք կարող են ձեզ շփոթեցնել։ Ոմանք կարող են գնալ այդ օրը կինո, թատրոն եւ այդ երկերսայինները տեսնեն եւ նախանձեն, որ այդպես տեղերել եք գնում, վայելում եք կյանքը, ոչ թե իրենց նման նստած նայում եք, թե ով ինչ արեց, որ բան բասեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին մայիսի 24-ին։ Մանրուքներ են սա, մանրուքների կամ մանր-մանր խնդիրներ են, մանր-մանր գործեր են, որ պետք է անենք, տեսնենք մանր-մանր խնդիրներ են, թե գործեր։ Չէ, մանր-մանր խնդիրներ չեն։ Այստեղ ավելի շատ, եթե ինչ-որ մեկ է ծանոթանանք, ապա դա եւս, հա, կարող եք հետևել ինչպես է իրեն պահում, ինչ է ասում, ինչ է խոսում, որ թեմային ինչպես է անդրադառնում, ունքը որն է բարձրացնում, որը չէ, ինչ հարցի դեպքում։ Եվ այստեղ սիրային թեման է ավելի շատ ոնց որ մակամ, մի խորացեք մանրուքների մեջ ընտանիքում, հա, որովհետև դա արդեն ոչ թե ուսումնասիրում եք ինքը ինչպիսին է, այլ ուղղակի դու ինչի ես սա ասացի, դու ինչի նա ասացիր, այդ ինչ որ այդ մանրուքների մասին եմ ես միշտ ասում։ Որ ուղղակի ինչ որ կանգնած տեղից մարդիկ խնդիր են սարքում։
Եվ այդ օրը ոմանք առիթի կլինեն, ոմանք հասարակության մեջ կլինեն, գուցե հասարակական գործունեություն եք անում եւ այնտեղ ձեզ եք գովազդում, ելույթ եք ունենում, խոսում եք։ Դե ընտրարշավ է, միգուցե իրենց հետ եք գնում, զբաղվում եք այդպես իրենցով։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ։ Տեսնենք ով է։ Կարող գնալ նաև երեխաներին տանել այգի, ինչ-որ միտեղ։ Ոյ խորամանկ կին է, խաբեբայ կին է, այստեղ մի քիչ զգուշ եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին մայիսի 24-ին։ Նամակագրական կապ է սա, փաստաթղթեր, դասավորեք, քսերոքս կանեք, կհանեք, ինչ-որ գործեր կանեք, կստանաք, նա ինչ-որ ցուցակ կկազմեք, եւ առևտրի դա կարող է լինել, եւ մեկ այլ բանի։ Եվ այդ օրը փոփոխություն է մտնում ձեր կյանք։ Ոմանց մոտ սա գլոբալ մեծ փոփոխություն է, ոմանց մոտ փոփոխություն տարածքի, ինչ-որ խանութի, տան, ինչ-որ տեղ է։ Նաև երկիր կարող է լինել սա։ Երկար ճանապարհ ոմանք գնան, նաև հղիություն, ծննդաբերություն։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է այս տղամարդը։ Երկու բան անկավ, սա անցյալից սեր է։ Անցյալից սեր։ Կամ նախկին ամուսինն է, նախկին ընկերն է, նախկին ծանոթն է, ում հետ որ սիրային հարաբերություններ եք ունեցել։ Կամ կարող եք այդ տղամարդու հետ հիշել ձեր անցյալը։ Ինչպես եք ծանոթացել, ինչպես եք իրար սիրել։ Կարող նստում եք այդպես պապի տատի եւ սկսում եք հիշել։ Ամենալավ բանն է, որ մարդիկ չեն մոռանում։ Չգիտես ինչու են ասում, որ մարդիկ մոռանում են, դա ամենավատ բանն է, գիտեք, որ մարդը մոռանում է իր ծանոթության օրը, որովհետև նման տեսանյութ կա ալիքում թվագիտության եւ դա ամենավատ բանն է, որ մարդը մոռանում է իր ծանոթության օրը։ Դա երբեք չպետք է մոռանալ։ Հələ եթե կյանքդ լավ չի անցել իր հետ, քոմոր մեկի լա թե երբ ես ծանոթացել, բայց եթե այսպես պահեր են լինում եւ մարդը ուղղակի այդպես սիրով նստում եւ իր անցյալն է հիշում, ապա իրոք պետք է նաեւ այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, ոչխարներ են նաև կոչվում։ Ինչ է սպասվում այծերին մայիսի 24-ին։ Ոմանք աշխատանքում բարձրունք կունենան, ոմանք կարող են այցելել ռեստորան, փակ համալիր, փակ տեղ, նաև պետական հիմնարկություն, բժշկական կենտրոն, նաև դա կարիերայի բարձրունք է, շատ աշխատանք, աշխատանքի ընդունելություն, բարձրունք, հա, մարդ, եթե գործեր ունեք, գործերը եւս, եթե աշխատանք ունեք, ինչ-որ պատվերներ եք անում, այդ օրը եւս, հա, բավականին աշխուժ կլինեք եւ կարող եք նաեւ զբաղվել այդ առաջխաղացմամբ ձեր գործերի, որ չմնա։ Նաեւ այստեղ կարող եք տեղափոխվել, ոմանք միգուցե մտածում եք տեղափոխության մասին, ոմանք իրոք կարող են տեղափոխվել այստեղ, նոր տուն, նոր հասցե, նոր բնակարան, նաև տան հետ կապված ինչ-որ հարցեր են, միգուցե այդ հարցերն եք առաջ մղում, կարող մնացել էին, պայմանագիրն է, վերանորոգումն է, կարող կիսատ է մնացել, դա եք անում շարունակում։ Հյուրեր ունենաք, առիթ է տանը, դուք գնաք հյուր, ինչ-որ պրոցես է, որ տանն եք կատարում, եւ ինչ-որ պրոցես է, որ առաջ եք մղելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։
Ինչ է սպասվում կապիկներին մայիսի 24-ին։ Այդ օրը անակնկալներ, նվերներ, ուրախ պահեր, ժամադրություններ, բարձր տրամադրություն, ինչ-որ մի բան կզարգանա, կծաղկի, այդպես ծնունդ է, առիթ է, ուղի կընտրեք ձեզ համար, կարևոր ուղի, ինչ-որ մի բան է, որ որոշեք, որ այդպես պետք է շարունակեք, և ասեմ այդ ուղին հեշտ է տրվելու ձեզ, եթե գնաք այդ ուղիով, ապա այդ ուղին ձեզ հեշտ է տրվելու, այնպես որ դուք եք հետո որոշելու, շարունակեք այդ ուղին, թե ոչ, ամենայն դեպս այն ինչ որ որոշեք, հեշտությամբ կանեք, նաև եթե ուզում եք հաշտվել, ուզում եք ընդունվել աշխատանքի, ինչ որ պրոցեսներ այդ օրը հեշտ կլինեն ձեզ համար, այնպես որ օգտվեք այդ առիթից, ինչ որ մարդիկ ձեզ կաջակցեն, որպեսզի դա լինի ձեզ մոտ, հիանալի օր է, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնանք աքաղաղներին, ինչ է սպասվում աքաղաղներին մայիսի 24-ին, լաբիրինթը, ինչ որ հարցում խճճվել եք, միգուցե անցյալի մեջ է խճճվել է, տեսնենք ինչն է պատճառը, ինչ որ աղջիկ է, պատճառը ինքն է, միգուցե ինքն է ստեղծում խնդիրներ, միգուցե իր համար է այդ խնդիրները, պատճառը այդ աղջիկն է, և տեսնենք անցնեք, հաղթարեք, կուղեք ամեն ինչ, եթե խաղի չվերածեք, լուրջ վերածեք, որ ինչ որ խնդիր կա և պետք է այդ խնդիրը անպայման լուծվի, ապա կկարողանաք, եթե խաղի վերածեք, այդպես խճճված էլ կմնաք, լուրջ չեք վերաբերվի ինչ որ մի բանի, և այդ օրը պետք չի գնալ խաղալ, որովհետև այստեղ ևս խնդիրներ կլինեն, գումար կողեք, շատ ծախսել և դրանից չկարողանաք դուրս գալ, անդադ ուզենաք խաղալ, որ այսա կշահեք, և այդ օր նաև անցյալն է, միգուցե անցյալից ինչ որ մարդիկ են գալիս, միգուցե անցյալից էր այդ աղջիկը, նաև անցյալը կհիշեք, խորանաք անցյալի մեջ, անցյալից ինչ որ մարդկանց կհանդիպեք, կտեսնեք, կխոսեք, կհիշեք, այդպես, նաև առույգ կլինեք, բայց բավականին շատ և ձեր գործերը առաջ կմղեք, ձեր ինչ որ կա, ոնց որ մարդը աշխուժ անում է, նաև դա կարող է լինել հյուր ընդունել, դուք գնաք հյուր, ճանապարհ գնաք երկար, ծանոթություն այդպես մեկ ակնթարթային, բայց փողոցում, ինչ որ մարդիկ տեսնում են, հավանում են, ծանոթանում են, նորություն կլսեք, շո բաներ կպատվիրեք, կբերեն կտան ձեզ, դա եթե կիրակի է, փաթեթել չեք կարող ստանալ, դա եթե ինչ որ տեղեր եք ապրում, որտեղ որ հնարավոր է, բաց է, ապա կարող եք նաև փաթեթ ստանալ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնենք շներին, ինչ է սպասվում շներին մայիսի 24-ին, էլի շունիկ, դեր նման հավատարիմ մեկին կգտնեք, ընկերների հետ շատ կանցկացնեք, կամ միգուցե նոր ծանոթություն է, նոր ընկերներ են, այդ օր ինչ որ ուղի կընտրեք, որը ևս ձեզ կապիկների նման շատ հեշտ կտրվի, հեշտությամբ կանեք, ուղին կընտրեք, որոշում եք, որ սա եք անում, և դա անում եք և շատ հեշտ, արագ, կամ ինչ որ մարդիկ ամիջապես ձեզ կաջակցեն, միգուցե ընկերը, որոշում եք կայացրել և ձեզ ամիջապես աջակցում են, դուք անում եք շատ հեշտ, անում վերջացնում եք, և յուրաքանչյուր բան այդ օրը շատ հեշտությամբ կանցնի, յուրաքանչյուր, ինչ որ մեկը կամ կգտնվի, որ կաջակցի, ինչ որ մեկը գտնվի, որ կօգնի ձեզ, և դուք կարողանաք ամեն ինչը շատ հանգիստ և արագ անել, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնենք վարազներին, խոզերին, ինչ է սպասվում վարազներին մայիսի 24-ին, այդ օրը առաջ կգնաք, բավականին առույգ, հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, բայց ասեմ, որ ինչքան արագ փորձեք անեք, միևնույնն է բախում կա այստեղ,
եւ չկարողանաք այդ գործերը անել վերջացնել։ Ինչ որ միտեղ ժամանակին չեք լինի, ինչ որ միտեղ ժամը չի բավականացնի, չեք կարողանում ժամի մեջ տեղավորվել ինչ որ մի բան անել տալ մարդկանց, ոնց այստեղ հյուր է գալիս եւ նստում է եւ դուք ինչ որ բան պետք է անեք շատ կարեւոր եւ այսպես թե այնպես ոչ ասում եք գնա, ոչ բան եւ ժամերը անցկացնում եք անիմաստ եւ չեք կարողանում ինչ որ բան անել։ Չեք կարողանում անել։ Ամ դուք եք գնում հյուր անընդհատ ձեզ պահում են եւ չեք կարողանում եւս էլի ձեր գործերը առաջ մղել։ Դա ձեզանից է կախված, ինձ թվում է այստեղ։ Նաեւ ժամի մեջ որ մարդը չի կարողանում տեղավորվի, դա է, խճճվում է, չգիտի որն անի, որն է կարևոր, որը պետք է վերջացնի, այդպես եւ չի կարողանում տեղավորվի ժամի մեջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։